Կախված է ժողովրդի ժողովուրդն էլ վիճակում է լավ էլ գիտակցում է ինչ անի այդ ժողովուրդը։ Կարծում եմ իսկապես շանտաժ է ու ճիշտն ասած շատ դեմ եմ այդպիսի քարոզարշավներին։ Անհանգստացնում է, որ չգիտեմ, տանը քո համար հանգիստ նստած քեզ սպառնում են պատերազմով քաղաքական ինչ-որ չգիտեմ, որոշումներ կայացնելու քո ընտրության վրա են ազդում։ Ելնելու է պատերազմ սեպտեմբերին ու աղետաբեր պատերազմ։ Եթե քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սահմանադրական մեծամասնություն չեմ ասում ընտրություններում հաղթի։ Կարծում եմ իրականությունն է ասում, որովհետև եթե խաղաղության պայմանագիրը պետք է ստորագրվի այս իշխանությունների վարած քաղաքականության արդյունքում, ուրեմն այն հակակարծիքը, որ հնչում է, որ պետք է վերանայվեն, ինչ-ինչ պայմաններ ավելացվեն, կարող է ոչ թե չկնքվի, ուղղակի վնասի կամ հետաձգվի, ինչը այս անկայուն աշխարհում վտանգավոր այնքանով, որ նորից պատերազմական իրավիճակում ընկնի, իսկ երրորդ անգամ պատերազմի Հայաստանի Հանրապետությունը դիմակայել էլ երևի չի կարող, քանի որ դեռևս այնքան ուժ չի հավաքել։ Կախված է ժողովրդի ժողովուրդն էլ սթափ վիճակում է լավ էլ գիտակցում է ինչ անի այդ ժողովուրդը։ Ինչ պիտի լինի, ոչ մի պատերազմ էլ չի լինի։ Շանտաժ կա, ես այդտեղ շանտաժի էլեմենտ տեսնում եմ, ոչ։ Ինչու ենք անում, լավ ենք անում։ Կարծում եմ այդ տեսակ բաները առավել եւս երկրի առաջին դեմքի բերանով ասելը անթույլատրելի է։ Դե իմ կարծիքով մենք պատերազմական գոտում ենք ամեն դեպքում, շրջապատված ենք թշնամիներով, մեր միակ ելքը լինել ուժեղ պետություն։ Ոչ մի նշանակություն չունի ով է ղեկավարը լինելու, նույն սպառնալիքներն են, Թուրքիան չի փոխում իր քաղաքականությունը, Ադրբեջանը նույնպես չի փոխում իր քաղաքականությունը, հետևաբար ով էլ որ լինի մեր ղեկավարը, մենք դատապարտված ենք ուժեղ լինելու, մենք պետք է զրուցենք, խոսենք այն մասին, ինչպես անենք, որ լինենք ուժեղ, որ դրանից բխի խաղաղություն։ Ինչ պայմանավորվածություններ ունեք Ալիևի հետ, որ հստակորեն պնդում եք, նույնիսկ ամիս եք նշում, թե երբ է լինելու պատերազմ։ Դա միանշանակ իրոք շանտաժ է, խաղաղություն այդպիսի պայմաններով չեն հաստատվում։ Դա ավելի շուտ կապիտուլյացիա է եւ ոչ միայն կապիտուլյացիա, այլ կապիտուլյացիոն քաղաքականության շարունակություն։ Ես 4 պատերազմ եմ տեսել, ամենից շատ խաղաղություն մենք ենք տենչում, բայց նման բան չի լինելու եւ հիմա բացակայում է այն, որովհետեւ փափուկ ձևով ստանում են ամեն ինչ։